Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից, հայկական պահանջատիրությունը և Ադրբեջանի հակահայ նարատիվները։ Ներկայացնում ենք հարցազրույց թուրքագետ Էլինա Միրզոյանի հետ։ Ինչպես է Թուրքիայի քաղաքական դիսկուրսում ներկայացվում հայոց ցեղասպանության հարցը այսօր։ Արդյոք կան տարբերվող մոտեցումներ իշխանական ու ակադեմիական շրջանակներում։ Հայոց ցեղասպանության թեմայի ձևավորման և զարգացման ընթացքը տարակերպ է Թուրքիայում, բայց կեղծիքի վրա հիմնված, նույն առանցքով։ Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայում երկար տարիներ տաբու է եղել։ Թեմայի շուրջ առաջին քիչ թե շատ լայն անդրադարձը սկսվել է նկատվել միայն 1965 թվական, երբ ՀԽՍՀ-ում Սփյուռքում հայոց ցեղասպանության 50-ամյակի միջոցառումների մասին լուրերը և քննադատությունները տեղ են գտնում թուրքական մամուլում։ Այս ընթացքում Թուրքիայում ձևավորվում էին ստի և կեղծիքի վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզերը, և իրար հաջորդող իշխանությունները որդեգրում ու հետևում էին դրանց։ Միևնույն ժամանակ հայոց ցեղասպանության վերաբերյալ այլընտրանքային կարծիքները խստիվ արգելվում էին և մամուլում, և գիտական ու գեղարվեստական գրականության մեջ, իսկ քաղաքական կյանքում գերիշխում էին բացառապես պետական տեսակետները, ներկայացնելով Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը։ Հայոց ցեղասպանություն եզրույթը ևս վերածվել էր տաբուի, և այն մամուլում կիրառվում էր կամ չակերտներով, կամ այսպես կոչված բառակապակցության ուղեկցությամբ, ինչը շարունակվում է նաև այսօր։ 1-5-ի դեպքեր՝ ջարդ, կոտորած, տարագրություն, տեղահանություն, պատերազմական իրադարձություններ, այսպես կոչված ցեղասպանություն և այլն։ Հարկ է նշել, որ ավելի ուշ, Ասալայի գործունեության սկզբնական շրջանում, ևս ցեղասպանության թեման շարունակում էր տաբու մնալ, սակայն աստիճանաբար սկսում է որոշակիորեն տեղ գրավել թուրքական հասարակական քաղաքական քննարկումներում, ինչպես Պորսի, Ստամբուլ, Ակոս հայերեն թուրքերեն, երկլեզու թերթի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքն էր նկատել տալիս քուրդ մտավորականների շնորհիվ, մասնավորապես Իսմայիլ Բեշիկչիի, ապա Ֆիքրետ Բաշքայայի, Օսման Այթարի, հետո միայն թուրք այլախոհ մտավորականների կողմից, այդպես խախտելով տաբուի հիմքերը։ Ժամանակին հենց Ակոսի ամենամեծ առաքելությունն է տաբուն կոտրելն էր, որը նա արեց հաջողությամբ։ Հերթը Դինքի շնորհիվ խնդիր դրեց պետական թեզից տարբերվող տեսակետներին տեղ տալու ծրագրային ուղեգծին, հստակ գիտակցելով, որ դա ընդունելի չի լինելու շատերի համար, այդուհանդերձ, դարձավ այլակարծությունների հարթակ։ Նաև առաջադրվում է այն վիճերի տեսակետը, թե Թուրքիան պետք է հայոց ցեղասպանության խնդիրը դուրս բերի արևմտյան տերությունների քաղաքական գործիքների շարքից։ Թուրքիայում հայոց ցեղասպանության թեմատիկայի շրջանակներում է գտնվում կեղծիքի վրա հիմնված և ցեղասպանության փաստը հերքող պետական քարոզչությունը, որը տարածված է նաև դպրոցական և բուհական դասագրքերում։ Հեռուստատեսությամբ ցուցադրվում են հակահայկական բնույթի քարոզչական փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ։ Անգամ տարրական ու միջնակարգ կրթական հաստատություններում հանձնարարվում են հայոց ցեղասպանության փաստը հերքող շարադրություններ։ Կազմակերպվում են ազգամիջյան թշնամանք հրահրող աշակերտական միջոցառումներ։ Թուրքական հակահայկական և իր բնույթով հակագիտական քարոզչությունը, սակայն, ավելի լայն հոսքով շարունակվում է նաև գիտական, այսպես կոչված ակադեմիական ասպարեզում։ Այս ասպարեզում ժխտողական քարոզչությունը հայոց ցեղասպանության գործադրման տարբեր փուլերի, բաղադրիչների մանր և նեղ շերտերի ուղղությամբ ծրագրված կերպով տարվում է ժխտման, զեղծման, զրպարտման մեթոդներով։ Մարդասիրական Թուրքիայի կեղծ քարոզչական թեզերի, տեսությունների, հակաթեզերի, դրույթների, ժխտողական լեզվախոսույթի ձևավորմամբ։ Ժխտողականությունը պետական քարոզչության բոլոր շերտերով գործադրվում է, քաղաքական խոսույթից, այսինքն խոսքի մակարդակից մինչև գործնական իրացումներ, և պետականորեն ժխտման այդ գործընթացին նպատակադիր կերպով ներգրավված են պետական և մասնավոր ռեսուրսները։ Իսկ ժխտողականության պետական քարոզչության ժամանակակից փուլում առաջին հերթին գործի է դրվում պատմական ռևիզիոնիզմը, որպես հայոց ցեղասպանության ժխտման մարտավարություն։ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հերքում է, որ 1915-1923 թվականներին տեղի ունեցած ցեղասպանությունը, ներկայացնելով դրանք որպես պատերազմական պայմանների, ներհամայնքային բախումների, օտար ազգերի հրահրումների, փոքրամասնությունների ոտնձգությունների փորձի հետևանք։ Այս տիրույթում է, որ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահն իբրև թե ցավակցում է հայերին, այդ հայտարարություններում կոչ անելով չձևավորել ցավի հիերարխիա հայերի և Օսմանյան պետության մյուս քաղաքացիների կրած տառապանքների և զրկանքների ծիրում, իսկ պետական ամբիոններից պաշտոնավորների այսպես կոչված հայամետ ելույթներն արվում են ժողովրդական և մարդակենտրոն Թուրքիայի դիմագիծն ընդգծելու համար։ Ցեղասպանության 110-րդ տարելիցը Թուրքիայում ինչ արձագանքի է արժանացել, որքանով է թեման ընկալվում որպես վտանգ։ Թուրքիայում արձագանքը համահունչ է թուրքական պետական քարոզչության ռիթմին և վերահսկողությանը։
Թուրքիայի համար վտանգ կարող է լինել միայն իրենց երկրի ներսում ազգային ինքնության ճգնաժամը։ Հայոց ցեղասպանության տարիներին բռնի կերպով իսլամացած հայերի, նրանց ժառանգների, սեփական ազգային ինքնությունը ծածուկ պահողների և սեփական ազգային ինքնության մասին դեռևս չիմացողների, դարեր շարունակ պետական մակարդակով իրականացվող ձուլման քաղաքականության հետևանքով Թուրքիայում առկա խառնածին հասարակության մեծամասնություն քաղաքացիական ինքնությամբ է թուրք, բայց ոչ ազգային ինքնությամբ, իսկ նրանց պատմությունները խաչմերուկվում են հայոց ցեղասպանությամբ։ Հրանտ դինքից հետո այդ խնդիրը քաղաքական և հասարակական օրակարգում պահելու գործընթացը թուլացել է, հետևապես իրենց թուրքերի համար վտանգներ։ Թուրքիայի ներսում կան շրջանակներ, որոնք ընդունում են ցեղասպանության փաստը, ինչ ազդեցություն ունեն նրանք հասարակական կարծիքի վրա։ Թերևս այս հարցի պատասխանը վերոնշյալ հարցերի պատասխանների շրջանակում կարելի է դիտարկել, միայն հավել եմ, որ մասնակի օրինակները հաճախ են ուղղորդվում որևէ այլաթևության կամ կեղծ ժողովրդավարության քարոզչության, քաղաքական շահերով, մեծ մասով քաղաքական նախագծեր են, կամ էլ հայերին, աշխարհին, սեփական ազգային ցեղասպան դիմագիծը սրբագրելու, հաճոյանալու համար փափուկ ժխտողականությամբ, անհստակ ձևակերպումներով ցեղասպանագիտական աշխատանքով են զբաղվում։ Ադրբեջանը հաճախ փորձում է ներկայացնել հայերին որպես ցեղասպաններ, ինչպես է Թուրքիան օգտագործում այդ պատմական շերտերը սեփական պատասխանատվությունից խուսափելու համար։ Այս հարցը Թուրքիա-Ադրբեջան անխախտ և շարունակական համագործակցության քաղաքականության մի մասնիկն է։ Թուրքիայի քարոզչական պրակտիկայի իրացումն է ադրբեջանական քարոզչության մեջ։ Քարոզչական բոլոր մեթոդները նույնահիմք են թե նախացեղասպանական, թե ցեղասպանական, թե հետցեղասպանական քարոզչական մշակույթով։ Ադրբեջանը թուրքական այդ պրակտիկան իրագործեց Արցախի պարագայում և շարունակում է իր քարոզչական թիրախում պահել։ Նաև Հայաստանը, սկսած լեզվամշակույթում քաղաքական խոսույթից մինչև ռազմական հանցագործի և ցեղասպանագործի փորձառությունը։ Կարող ենք ասել, որ Ադրբեջանը դարձավ Թուրքիայի համար գաղափարական գործընկեր ցեղասպանության ժխտման հարցում։ Ինչ դեր ունի դա թուրք-ադրբեջանական օրակարգում։ Ոչ թե դարձավ, այլ այդ փոխադարձ անխախտելիությունը մշտապես է եղել թե տեսականորեն, թե գործնականորեն։ Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական տանդեմը ռեսուրսների պաշար է, որը Թուրքիան ներդնում է Ադրբեջանի պարագայում, իսկ էլ հետագայում վերադարձվում է Թուրքիային։ Ըստ ձեզ ինչ է պետք փոխել հայկական պահանջատիրության հռետորաբանության մեջ, որպեսզի այն ավելի ընկալելի լինի միջազգային հանրության և հենց Թուրքիայի ներսում։ Հայկական պահանջատիրությունը չունի հռետորաբանություն, քանի որ հայկական պահանջատիրությունը իրավական գործընթաց է։ Պահանջատիրությունը հռետորաբանության տիրույթում պահելը թուլացնում է այն, հռետորաբանությունը շրջանառելու ուղիներից է։ Հանցագործությունը խախտումն է, պահանջը դրա համար նախատեսված պատասխանատվությունը իր տեսակներով։ Պահանջատիրությունն ուղղված է հայկական հողերի վերադարձին, պատճառված վնասի հատուցմանը, մշակութային բոլոր կոթողների վերականգնմանը, բարոյական աջակցությանը և այլն։ Ապացուցման անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև անգամ այս փաստի մերժման համար նախատեսվել են քրեական պատիժներ, միջազգային իրավունքի համաձայն։ Եթե որևէ բան ընդունում ենք պահանջ, ապա իրավաբանորեն պետք է հաստատված լինի։ Ցեղասպանությունը հանցագործություն է, որի կատարողներին պետք է պատժել։ Պահանջատիրությունը համահայկական հավաքական գաղափարաբանության հիմքով ոչ միայն բարոյական, այլև քրեական իրավական պետական հայեցակարգային գործընթացով պետք է տանել։ Պարզապես մենք այն դարձրել ենք միայն մշակույթ, բայց մեր ուժերը պետք է հավաքական դարձնել պետական իրավական տիրույթում։ Պետք է զարգացնել ազգային օրենսդրությունների իրավակիրառությունը հանցագործությունների քրեաիրավական կարգավորման, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմքով դրանց միջազգային ճանաչման, այդ հանցագործությունների ժխտման քրեականացման իրավական և օրենսդրական առանձնահատկությունները, ինչպես միջազգային համընդհանուր, այնպես էլ մասնավոր իրավունքների տեսանկյուններից, հաշվի առնելով իրավագիտակցության, իրավագիտության, միջազգային իրավունքի չափորոշիչներով կարգավորման պրակտիկան։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի թուրքագետ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Էլինա Միրզոյանի հետ։